Ժամը 17-ն Open Media-ի ուղիղ եթերում Ռենյուզ լրատվականը շարունակում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, շատ բարի օր։ Վրաստանում ընթացող Մետաքսի ճանապարհ համաժողովում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է դառնալ տարածաշրջանային խաղաղության խաչմերուկ, իրացնելով իր չօգտագործված ներուժը։ Նա ողջունել է Ադրբեջանի նախագահի Հայաստան-Բեռների տարանցման սահմանափակումները հանելու մասին որոշումը, այն անվանելով անհավանական թվացող իրողություն։ Փաշինյանն ընդգծել է, որ խաղաղությունը եկել է տարածաշրջան եւ Հարավային Կովկասի 3 երկրները պետք է օգտագործեն այս պատմական հնարավորությունը ապահովելու համատեղ բարգավաճում։ Մետաքսի ճանապարհ համաժողովի մեր հանրության համար հետաքրքիր մանրամասները Մոնիկա Հայրոյանի ռեպորտաժում։ Մետաքսի ճանապարհ 5-րդ համաժողովին հանդիպել են Հարավային Կովկասի 3 երկրների վարչապետերը, գոհունակություն հայտնել տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների առիթով։ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանը պատրաստ է դառնալ տարածաշրջանային խաղաղության խաչմերուկ, իրացնելով իր չօգտագործված ներուժը։ Նախորդ անգամ 2023 թվականի հոկտեմբերին ելույթ ունենալով Մետաքսի ճանապարհ համաժողովին հենց այս հարթակից առաջին անգամ ներկայացրեցի Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ նախագիծը, որն այնուհետև ստացավ միջազգային մեր բազմաթիվ գործընկերների հավանությունն ու աջակցությունը։ Այդ նախագծի առանցքային գաղափարը տարածաշրջանային եւ միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքով զարգացնելն էր ոչ միայն դեպի Վրաստան եւ Իրանի Իսլամական Հանրապետություն, այլև Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղությամբ նրանց հետ սահմանի բացումով։ Փաշինյանը կրկին անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության եւ օգոստոսի 8-ին նախաստորագրված պայմանագրի կարեւորությանը, ողջունելով Ադրբեջանի իր բնորոշմամբ մարդասիրական քայլը։ Ադրբեջանը կարևոր քայլ արեց։ Նախագահ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է եւ ուզում եմ իմ գնահատակն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով եւ ողջունել այդ հայտարարությունը։ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը եւս անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեմային, նշելով, որ իր ժամանակին նախաստորագրված համաձայնագիրը կդառնա ստորագրված փաստաթուղթ, բայց թե երբ չի հստակեցրել։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կարելի ասել պատրաստ է, մնացել են վերջին նրբերանգները, երբ ժամանակը գա այն կստորագրվի։ Ալի Ասադովը հիմնականում խոսում է Հարավային Կովկասի տարանցիկ կենտրոն լինելու կարևորության մասին։ Ադրբեջանը եւ Վրաստանը այսօր կարևոր դեր են խաղում այս շեշտադրումների ամրապնդման, Եվրոպան եւ Ասիան եվրասիական ուղու միջոցով միացնող նոր տրանսպորտային եւ լոգիստիկ երթուղու ձևավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խորացման ու պատմական առաքելության նոր ձևաչափով կատարման գործում։ Տարիների ընթացքում Վրաստանը եւ Ադրբեջանը միացնող բարեկամական ու ռազմավարական գործընկերային հարաբերությունները դարձել են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության համար ամենակարևոր շրջադարձային փուլերից մեկը։ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ աշխարհը վերանայում է ավանդական առևտրային ուղիները եւ մատակարարման շղթաները, փնտրում է նոր երթուղիներ եւ Հարավային Կովկասը ձգտում է դառնալ այդ հանգույցը։ Ես հատկապես ուրախ եմ, որ այսօր մեզ են միացել մեր բարեկամներ եւ ռազմավարական գործընկերներ, Հայաստանի եւ Ադրբեջանի վարչապետները։ Ձեր ներկայությունն այստեղ հաստատում է, որ մենք Հարավային Կովկասի երկրներս ընդհանուր տեսլական ունենք, միասին աշխատելու մեր տարածաշրջանը խաղաղության, կայունության եւ տնտեսական հնարավորությունների տարածք դարձնելու ուղղությամբ։ Մետաքսի ճանապարհ ֆորումը, որ Թբիլիսիում անցկացվում է 2 տարին մեկ, համարվում է տարածաշրջանի ամենամեծ հարթակը առևտրի, տրանսպորտի եւ ներդրումային հարցերի քննարկման համար։ Այս տարի այն հավաքել է մինչև 2300 մասնակից ավելի քան 70 երկրներից եւ առաջին անգամ կներառի ֆինանսական համաժողով։ Ֆորումի մասնակիցների թվում են կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի եւ Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ։ Քննարկումները կենտրոնացած են գլոբալ առևտրի ապագայի, միջին միջանցքի զարգացման, էներգետիկ ինտեգրման եւ թվային փոխակերպման վրա։ Համաժողովի նախօրեին Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրակլի Կոբախիձեի հետ։ Հայաստանի վարչապետը հրապարակում էր արել եւ կից գրել արդյունավետ հանդիպում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Կոբախիձեն X-ի իր էջում նույնպես շեշտել է հանդիպման արդյունավետության մասին, նշելով, որ վստահ է այս հանդիպումը կնպաստի Վրաստանի եւ Հայաստանի միջև համագործակցության ամրապնդմանը։ Մոնիկա Հայրոյան, Open Media։
Հոկտեմբերի 22-ից 24-ը արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայում մասնակցելու ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովին։ Փարիզում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ, հայտնում են արտաքին քաղաքական գերատեսչությունից։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է լրագրողների հետ զրույցում անդրադարձել Գյումրիի քաղաքապետի ձերբակալման ու կալանավորման գործընթացին, հայտարարելով, որ դրա նպատակը գյումրեցիներին ու մնացած քաղաքական թիմերին ահաբեկելն է։ Գրիգորյանի կարծիքով դա կարելի էր անել ծանուցելով, քանի որ Ղուկասյանը չէր խուսափի պատասխանատվությունից։ Գյումրիի քաղաքապետի նախկին թեկնածուն նաև անդրադարձել է Facebook-յան իր գրառմանը, ըստ որի ինքը զգուշացնում էր, թե քաղաքացիական պայմանագիրը գյումրեցիների դեմ ինչ սցենար է նախապատրաստում և խոցելի թեկնածուի դեպքում ինչպես են պատրաստվում քաղաքը տանել։ Նա նշել է, որ իր հորդորը կոնկրետ ուղղված չէր Վարդան Ղուկասյանին, ապահովել, որ ինքը դեռ ընտրություններից առաջ է հայտարարել, թե քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցություն չի լինելու։ Հաջորդ քայլը կամ Վարդան Ղուկասյանին ընտրելն էր, կամ քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցելը, կամ երրորդ տարբերակը ոչ նրան, որը տանելու էր ընտրությունների պրավալին, իսկ նոր ընտրությունների պարագայում երաշխավորված ասում են, որ ինքը այդ ժամանակ քաղաքացիական պայմանագիրը 50+ հավաքելու էր։ Պարոն Գրիգորյանը, քանի որ ընդդիմությունը չէր կարողացել կազմակերպել, չէր կարողացել իր մեջ այդ հարցերը կարգավորել, բնականաբար դրանից հետո լիներ հիասթափություն ընդդիմության նկատմամբ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթում անդրադարձել է Մարտուն Գրիգորյանի ճեպազրույցին, նկատելով, որ շատ խնդրահարույց բաներ է լսել, մասնավորապես այն, որ ԿՊ-ական պատգամավորներն արյուն են ուզում Գյումրիում։ Հակադարձելով ընդդիմադիր գործչին, Ալեքսանյանը հայտարարել է՝ դուք եք արյուն բերող քաղաքապետ ընտրել։ Ու ենթադրաբար հղում եք անում նաև իմ խոսքերի, որոնցով որ ես ասում եմ, որ Վարդան Ղուկասյանը կամ իր կլանը սպանել է ձեր ընկերներին, դուք նրան քվե եք տվել։ Ասում եմ, բայց դա չի նշանակում, որ ես արյուն եմ ուզում։ Հակառակը, դա նշանակում է, որ ես արյուն չեմ ուզում։ Դուք ինձնից լավ գիտեք, որ Գյումրիի ամենաաղմկահարույց սպանությունները, գրեթե բոլոր, այն բոլոր դեպքերը, որոնց մասին գիտենք, սպանությունները, արյունը, ամեն ինչը թափվել է այն ժամանակ, երբ որ Վարդան Ղուկասյանը եղել է քաղաքապետ։ Կառավարության մոտ ցույցի հավաքված հետո էլ Հայաստանից Վրաստան անցնող ճանապարհները փակած բեռնափոխադրողները անհամբեր սպասում են Եվրասիական տնտեսական միության հաջորդ գագաթնաժողովին, որի ընթացքում հույս ունեն կընդունվեն իրենց համար բարենպաստ որոշումներ։ Ռուսաստանում ընդունված որոշմամբ օտարերկրյա քաղաքացիների երկրում գտնվելու ժամկետը 180-ից կրճատվել է մինչև 90 օր։ Լարսում օրերով Ռուսաստան անցնելուն սպասող փոխադրողներն իրենց բիզնեսի համար աղետալի են համարում այդ սահմանափակումը։ Իշխանությունը խոստացել է ռուսական կողմի առաջ բարձրացնել այդ հարցը։ Հայ-վրացական սահմանի 3 անցակետերը վերջին 2 օրերին կաթվածահար վիճակում էին։ Բեռնատարների վարորդները փակել են դեպի Վրաստան տանող ճանապարհները՝ ի նշան բողոքի Ռուսաստանի սահմանած նոր կանոնակարգի դեմ։ Սա վարորդների վերջին ծայրահեղ քայլն է՝ մի քանի անհաջող բողոքի ակցիաներից եւ կառավարությունից ու Ռուսաստանի դեսպանատնից սպառիչ պատասխաններ չստանալուց հետո։ Խնդիրը դաշնային նոր օրենքն է, որով օտարերկրյա քաղաքացիների երկրում գտնվելու ժամկետը 180-ից կրճատվել է մինչև 90 օր։ Վարորդները պնդում են, որ այս սահմանափակումը կործանարար է իրենց համար, քանի որ հաճախ նրանք միայն վերին Լարսի անցակետում են անցկացնում շաբաթներ, երբեմն ավելի շատ ամիսներ։ Ինձ չի դաշկրեին 90 օրս դեռացա ինձ դեպորտ կենեն, թե ինչ կենեն ինձ հարցը ստեղ իմ երկրից ապրելաձևն է, որտեվ շուտով հունվարով էտեսիկ բանի տեղ չդրեցինք, հունվարի 1-ով կնան լրիվ փակեն, շրջափակման մեջ մտնենք։ Հուն ձեռը 1 օգոստի հնարավորություն կա, թող թասիբ ունենան, քաղաքականությունը դնեն մեկ կողքի, սև ու սպիտակը դնեն կողքի, ուղղակի կպնին մեր այս հայ ազգի գործին։ Գարնիկ Դամետրյան։ Խնդիրը ազգային ժողովի ամբիոնից բարձրացրեց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, մեղադրելով իշխանությանը անգործության մեջ։ Հարյուրավոր մեր հայրենակիցներ զրկված են իրենց ապրուստի միջոցից, հայտնի սահմանափակումների պատճառով, 90 օրյա ժամկետի սահմանափակման պատճառով մարդկանց դեպորտ են խփում։ Մինչև հիմա այդ մարդիկ սպասում են պատասխանների եւ ցավոք սրտի այդ պատասխանները չստանալով մարդիկ դիմել են անհնազանդության, խաղաղ անհնազանդության միջոցի։ Բեռնափոխադրողները ստիպված են եղել 3 անցակետերում ակցիա իրականացնել։ Մի քանի անգամ եւ կառավարության շենքի մոտ եւ տարբեր վայրերում բողոքի իրենց ձայնն են բարձրացրել։
ըստ Գառնիկ Դանիելյանի, այդ ուղղությամբ որևէ գործուն քայլ չի արվել։ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը իր Facebook-յան էջում քննադատել է նախարարին, նշելով, որ մինչ նա զբաղված է քաղաքական հայտարարություններով, բեռնափոխադրողների ճգնաժամը, որի հասցեատերը հենց ինքն է, մնում է չլուծված։ Խոսվում է բարձր մակարդակով բանակցությունների մասին, բայց իրական լուծում չկա։ Վարորդները շարունակում են հայտնվել սև ցուցակներում, բեռնատարները շարունակում են կուտակվել սահմանին, իսկ Հայաստանի տնտեսությունը կորցնել վստահելի գործընկերոջ համբավը։ Ի պատասխան քննադատությունների էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց, որ խնդիրը քննարկվել է ռուսական կողմի հետ, եւ նրանք տրամադրված են լուծում տալ հարցին։ Մեր տեղեկություններով այս պահին արդեն իսկ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններում գտնվում է շրջանառության փուլում, շրջանառության մեջ։ Հոկտեմբերի 24-ին տեղի է ունենալու ԵԱՏՄ խորհրդի նիստը, որտեղ այդ հարցը քննարկվելու է եւ կոնկրետ հստակություններ կլինեն։ Պապոյանը նշեց, որ հարցը ընդգրկվել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում։ Բեռնատարների վարորդները առավոտյան բացել են միջպետական ճանապարհները։ Այժմ սպասում են հոկտեմբերի 24-ի ԵԱՏՄ նիստում հարցի քննարկմանը։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Վաղար շաբաթ խոշորացված համայնքում պաշտոնապես մեկնարկել է ավականու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը ժամը 24-ը։ Ավականու ընտրություններին մասնակցելու է 8 քաղաքական ուժ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալով վաղար շաբաթի ավականու ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 70,022 մարդ։ Ընտրությունների օրը կգործի 47 ընտրատեղամաս։ Քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 16-ին։ Մեր նկարահանող խումբը քիչ առաջ է վերադարձել Էջմիածնից եւ ընտրարշավի մասնակիցների ակտիվության ու Սուրբ քաղաքում տիրող տրամադրությունների մասին ռեպորտաժ կունենանք մեր հիմնական թողարկմանը, որը եթերում կլինի այսօր ժամը 20-ին։ Ուկրաինայի ճգնաժամի հանգուցալուծումը կրկին փակուղում է հայտնվել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ուզում անտեղի ժամանակ վատնել այն բանից հետո, երբ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպման ծրագրերը հետաձգվեցին։ Սպիտակ տանը ելույթ ունենալով Թրամփն ասել է, որ Մոսկվայի հրաժարումը դադարեցնել ռազմական գործողությունները ներկայիս առաջնագծի երկայնքով շարունակում է մնալ հիմնական խոչընդոտ։ Հիշեցնեմ, անցած 5 շաբթի Թրամփը հայտարարել էր, որ 2 շաբաթվա ընթացքում Պուտինի հետ բանակցություններ կանցկացնի Բուդապեշտում։ Կրեմլի խոսնակ Պեսկովն ասել է, որ Պուտին-Թրամփ հանդիպումը պահանջում է մանրակրկիտ նախապատրաստություն, որը ժամանակ է պահանջում։ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են գիշերային հրթիռային եւ անօդաչու հարձակումների հետևանքների մասին, որոնք թիրախավորել էին Կիևի էներգետիկ ենթակառուցվածքները, առաջացնելով հրդեհներ ու զոհեր։ Զապորոժիեի մարզում վիրավորվել է 13 մարդ, իսկ Կիևում խոցված բեկորները վնասել են մի քանի թաղամաս։ Կիևի պնդմամբ ռուսական դրոնը Խարկովում հարվածել է մասնավոր մանկապարտեզի, 1 մարդ է զոհվել, 6-ը վիրավորվել։ Վաշինգտոնը եւ Կիևը պնդում էին անհապաղ հրադադարի մասին, հիմք ընդունելով ճակատային գիծը, սակայն Ռուսաստանը չի ընդունել այս պայմանները։ Մենք հանդիպում ունեցանք Միացյալ Նահանգների նախագահի հետ։ Մենք համաձայնեցինք, որ այսպես կփորձենք կազմակերպել երկխոսություն, հիմնվելով ճակատային գծի վրա, որն այժմ ունենք։ Նախագահ Թրամփի ազդանշանն էր իր թիմին։ Ճակատային գիծը կարող է լինել դիվանագիտության սկիզբը։ Սակայն Մոսկվան կտրականապես մերժել է այս մոտեցումը, կրկնելով իր պահանջը։ Ցանկացած հրադադարից առաջ Ուկրաինան պետք է համաձայնի ռուսական զորքերից զբաղեցրած տարածքները ճանաչել ռուսական։ Նման հավակնությունները փաստացի փակուղ են մտցնում բանակցային գործընթացը։ Նախագահ Թրամփը մեկնաբանելով իրավիճակը հայտարարել է, որ չի ցանկանում մասնակցել անիմաստ հանդիպման։ Ես չեմ ուզում անօգուտ հանդիպում ունենալ, չեմ ուզում ժամանակ Ուստի կտեսնենք, թե ինչ կլինի, բայց մենք կնքեցինք այս բոլոր հիանալի գործարքները։ Դրանք բոլորը ամուր խաղաղության գործարքներ են։ Եվ ես ասացի, կանգնեք ձեր մարտական բնագծերում, եւ դուք հետ եք քաշվում, գնում եք տուն, եւ բոլորը որոշ ժամանակ հանգստանում են, որովհետեւ դուք ունեք երկու երկիր, որոնք սպանում են միմյանց, երկու երկիր, որոնք կորցնում են շաբաթական 5-ից 7000 զինվոր։ Մենք դեռ որոշում չենք կայացրել։ Դիվանագիտական վերջին փորձը եղավ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը, որից հետո պարզ դարձավ, որ Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Լավրովը նաև քննադատեց արևմտյան լրատվամիջոցներին իրավիճակը աղավաղված ներկայացնելու համար։ Ես զարմացա, երբ կարդացի, որ ըստ CNN-ի Պուտին-Թրամփ հանդիպումը կարող է հետաձգվել, քանի որ 3 Մարկո Ռուբիոյի հետ իմ զանգից հետո ես կմեջբերեմ։ Ամերիկացի պաշտոնյաները եզրակացրել են, որ Ռուսաստանի դիրքորոշումը վերջերս գրեթե չի փոխվել եւ դեռ համահունչ է իր սկզբնական առավելապաշտական պահանջներին։ Արևմտյան լրատվամիջոցների մեծ մասի ազնվությունը հայտնի է,
CNN-ը բացառություն չէ։ Այսպիսով գագաթնաժողովի չեղարկումը եւ դրան հաջորդած ռազմական գործողությունների ավելի ակտիվ վերսկսումը ցույց են տալիս, որ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներն այս փուլում գրեթե զրոյական են։ Մոսկվան շարունակում է հետամուտ լինել ռազմական ճանապարհով իր նպատակներին հասնելու ռազմավարությանը, օգտագործելով էներգետիկ ենթակառուցվածքների վրա արձակումները որպես ճնշման լծակ։ Միևնույն ժամանակ Ուկրաինան եւ նրա արևմտյան գործընկերները հրաժարվում են ընդունել ուժի կիրառմամբ պարտադրվող պայմանները։ Այս պայմաններում Ուկրաինան պատրաստվում է դիմակայել ծանր ձմռանը շարունակվող հարձակումների եւ էներգետիկ ճգնաժամի պայմաններում։ Շատ մասնագետներ կարծում են, որ դիվանագիտության դուռը փակվել է եւ այժմ հակամարտության ելքը որոշվելու է ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ հենց մարտի դաշտում։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Փարիզի դատախազի գնահատմամբ Կիրակի օրը Լուվրից հափշտակված կայսերական զարդերը 88 միլիոն եվրո արժեք ունեն։ Այս գումարը սակայն չի ներառում դրանց պատմական արժեքն ու նշանակությունը Ֆրանսիայի համար։ Հանցագործները, որոնք գողացել են այդ զարդերը, չեն վաստակի 88 միլիոն, եթե նրանց մոտ ծագի շատ վատ գաղափար քանդելու այդ զարդերը։ Հայտարարել է դատախազ Լորա Բեկոն։ Նրա խոսքով, որի գլխավորած գերատեսչությունը ղեկավարում է հետաքննությունը, աշխարհի ամենաշատ այցելու ունեցող թանգարանից կատարված հանդուգն գողության կապակցությամբ կասկածյալներին եւ զարդերը գտնելու համար ներգրավված է մոտ 100 քննիչ։ Միջազգային լրահոսին հետևում է իմ գործընկեր Դավիթ Կենջոյանը։ Նիդերլանդներում ավարտվել են ՆԱՏՕ-ի խոշոր միջուկային զորավարժությունները։ Հոկտեմբերի 13-ին սկսված եւ 2 օրից ավարտվող հաստատուն կեսօր վարժանքից գալի մասը նվիրված էր զենքի կիրառումից առաջ պաշտպանությանը, Մոսկվայից բխող ենթադրյալ սպառնալիքը չեզոքացնելու համար։ Զորավարժությանը, որում ներգրաված է 71 կործանիչ ՆԱՏՕ-ի 14 երկրից, տեղի է ունեցել Եվրոպայում ռազմական օբյեկտների շուրջ անվտանգության խստացման ֆոնին։ Կապված առերևույթ ռուսական դրոնների, Դաշինքի անդամ երկրների օդային տարածքի խախտումների հետ։ Զորավարժությունների ներգրաված են Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի եւ Նիդերլանդների ռազմական բազաները։ Հյուսիսային Կորեան խախտելով միջազգային արգելքները արձակել է մի քանի սահմանափակ հեռահարության բալիստիկ հրթիռներ, ինչը տեղի է ունենում Ասիայում սպասվող կարևոր դիվանագիտական հանդիպումների նախօրեին։ Այս քայլը նախորդում է Դոնալդ Թրամփի այցին Ճապոնիա, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները կայսր Նարուհիտոյի եւ նոր վարչապետ Սանաե Տայկիչիի հետ։ Այնուհետև Հարավային Կորեայում կայանալիք Ասիա խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին մասնակցությունը։ Ի պատասխան Ճապոնիան եւ Հարավային Կորեան հաստատել են իրենց մտադրությունը սերտորեն համագործակցել Միացյալ Նահանգների հետ, իրավիճակը վերահսկելու եւ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու համար։ Դոնալդ Թրամփի Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոին թմրանյութերի առաջնորդ անվանելը եւ տնտեսական պատժամիջոցներով սպառնալը կտրուկ սրել են երկու երկրների հարաբերությունները։ Ի պատասխան Պետրոն միջազգային հանրությանը կոչ է արել օգնել իր երկրին դիմակայելու ագրեսիային։ Առաջին արձագանքել է Վենեսուելան, ռազմական աջակցություն խոստանալով Կոլումբիային ընդդեմ Միացյալ Նահանգների գործողությունների։ Այս իրադարձություններին զուգահեռ Կոլումբիայի ներքաղաքական դաշտում եւս ուշագրավ զարգացումներ է տեղի ունեցել։ Դատարանը բեկանել է նախկին նախագահ Ալվարո Ուրիբեի դեմ վկաների վրա ճնշում գործադրելու մեղադրանքով կայացված դատավճիռը։ Չնայած հոկտեմբերի 10-ից գործող հրադադարի ռեժիմին, Գազայի առողջապահական մարմինները հայտնում են, որ հրադադարի հաստատումից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 87 պաղեստինցի։ Հրադադարը փաստացի տապալման եզրին է հայտնվել փոխադարձ մեղադրանքների պատճառով։ Իսրայելը պնդում է, որ իր զանգվածային հարվածները պատասխան են Համասի նախահարձակ գործողություններին, ինչը պաղեստինյան կողմը կտրականապես հերքում է։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Ինչ նպատակով են պետությունների առաջնորդներն օգտագործում սոցցանցերը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում մնալու համար, նույնիսկ եթե բովանդակային կարևորություն չկա նրանց տեսաուղերձներում։ Գաղտնիքը բացահայտում է ինչ է պոպուլիզմը գրքի հեղինակ Յան Վերներ Մյուլլերը։ Ըստ նրա սոցցանցերում ակտիվ լինելով քաղաքական գործիչներն ուզում են ավելի մոտ երևալ իրենց հետևորդներին, ցույց տալ, որ ինքը նրանցից մեկն է։ Զենֆիրայի երգի տակ Հայաստանի վարչապետի տխրելը տեսնելու շանսը փոքր է, բայց կա։ Թրամփը էլի Ալբանիա կոչեց։ Զենֆիրայի մտքով կանցներ, որ մի օր Հայաստանի վարչապետը կտխրի իր երգերի տակ ու դա կդառնա թրենդ TikTok-ում։ Չեմ կարողանում հասկանալ, ինչ է կատարվում Հայաստանում։ Սպասեք, սա իրոք պաշտոնական էջն է։
Մինչ TikTok-ում փորձում են գուշակել ինչու է տխուր Հայաստանի վարչապետը, Facebook-ը հայության մի մասը ողջունում է նրան։ Փաշինյանը TikTok-յան եւ Instagram-յան նոր ռեկորդ է գրանցում։ Այս պահի դրությամբ մոտ 3 միլիոն դիտում, 300,000 լայք TikTok-ում, 10 միլիոն դիտում եւ 700,000 լայք Instagram-ում։ Հոլովակը դուրս է եկել Հայաստանի սահմաններից ու տարածվել աշխարհով մեկ։ Մոտ 50,000 մարդ կրկնօրինակել է այն։ Սա Փաշինյանի բազմաժանր երաժշտական ճաշակի մասին փաստող միակ տեսանյութը չէ։ Սենֆիրային նախորդել էին Հայկոն, Էլվինա Մակարյանը, Ստրոմայը, անգամ Արկադի Դումիկյանը։ Դե իսկ հետո սրան ավելացավ Սրտիկի ժեստը։ Սրտիկներով բարելույս ասելուց բացի Փաշինյանը սիրում է սոցցանցերի իր վարկանիշով կիսվել, կամ ինչպես բլոգերներն են ասում, ստատիստիկայով։ 53 միլիոն դիտում, 16,000 նոր հետևորդ։ Ուրիշ որ երկրի ղեկավարն է սոցցանցերում կիսվում իր հավանումների եւ հետևորդների քանակով։ Գտնել չկարողացանք։ Ամենայն հավանականությամբ այս հարցում Փաշինյանը մենակ է։ Սոցցանցային աժիոտաժի ֆոնին Փաշինյանը բացատրեց, թե որն է սրտիկներ ցույց տալու նպատակը։ Նրանք, ովքեր դարդոտված են, նրանք նույնպես կարող են օգտվել օրը պոզիտիվով սկսելու այդ հնարավորությունից։ Եթե դուք խոսում եք դարդերի մասին, Հայաստանի Հանրապետությունում դարդերով զբաղվող մի ինստիտուտ կա եւ դա Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, մնացածը կենացների ժանրից։ Կառավարությունը ես եմ։ Սոցցանցերը վերափոխեցին աշխարհը ու նաև քաղաքականությունը։ Հայտնի խոսք կա, եթե Ջոն Քենեդիի ժամանակ հեռուստացույց չլիներ, նրան դժվար ընտրեին։ Նույնն էլ հիմա է։ Ամերիկայից մինչև Ուկրաինա սոցցանցերով երկիր կառավարողների պակաս չկա։ Գիտենք մի քանի տեսանյութ Սպիտակ տան պաշտոնական էջից։ Ժամանակին Թուրքիայի նախագահ Էրդողանն էր փորձում սանձել Լիբանանում նվեր ստացած նժույգը։ Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն էր սիրում բազմազան ժանրերում ծափերի տեսքով լայքեր հավաքել, ցուցադրելով հեծանիվ վարելի ստիպուկ կրակելու հմտությունը։ Սպորտային մեքենայով սրընթաց պտույտներ գործում հրդեհված գազահորի շուրջ։ Կամ երկծոնում իր նժույգին։ Իսկ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Լոնդոնի օլիմպիական խաղերի բացման ժամանակ կախվեց զիփլայնից եւ մնաց օդում։ Նոր Զելանդիայի վարչապետն է Քրիստոֆ Լյուքսոնը։ Զելանդական լեռներում Պավլովա է ուտում, հետո կիսվում իր մաշկի խնամքի գաղտնիքներով։ Մեդիահոգեբանն ասում է, մեր օրերում տեսանյութը որքան հումորային լինի ու ապշեցուցիչ, դիտումները եւ հավանումները այդքան շատ կլինեն։ Այն քաղաքական գործիչները, որոնք նորարարություններին կողմ չեն գնում եւ շարունակում են մնալ ավանդական մեդիայի տիրույթում, շատ ավելի քիչ հասանելիություն են ունենում հատկապես վերջին սերնդի ներկայացուցիչներին, որովհետեւ իրենց պարզապես չեն դիտում եւ իրենց մասին հազվադեպ են իմանում։ Ֆենոմենը հասկանալու համար եկեք նայենք թվերին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2020-ի նախագահական ընտրություններին 158.9 միլիոն մարդ է մասնակցել։ Սա երկրի համար ռեկորդային ցուցանիշ է։ Ջենզին այդ ռեկորդում մեծ դերակատարում ունի։ Այժմ քաղաքական գործիչները այսպես փորձում են Ջենզիի սրտերը գրավել, փորձելով դառնալ մեզնից մեկը։ Հակառակ դեպքում նրանց մասին շատերս չէինք էլ իմանա։ Տեխասցի կոնգրեսական Բետո Օռուրկը ատոմնաբույժի մոտ է։ 2020-ին ԱՄՆ նախագահի թեկնածու Էնդրյու Յանգն էլ դահլիճ է մտնում սկեյթբորդով։ Առաջին բաղադրիչը տարբերվելու համար կոչրել բոլոր այն կարծրատիպերը, որոնք ընդունված են, այսինքն քայլել քարացած նորմատիվների վրայով, անել բաներ, որոնք հանրույթը քեզնից չէր սպասում։ Դրանք կլինեն հումորային կոնտենտի տեսքով, կլինի հասարակության կարծրատիպերը կոչրելու տեսքով, թե առհասարակ քո կերպարը որևէ X բաղադրիչով կոչրելու միջոցով։ Իսկ որ քաղաքական գործիչներն են մերժում ավանդական լրատվամիջոցները, ինչը պոպուլիզմը գրքի հեղինակ Յան Վերներ Մյուլլերը ասում է, սոցցանցերում ակտիվ լինելով քաղաքական գործիչները ուզում են ավելի մոտ լինել իրենց հետևորդներին։ Ու զարմանալու ոչինչ չկա։ Այսօր աշխարհում սոցցանցերով ոչ միայն երկիր են ղեկավարում, այլև պատերազմ վարում։ Սա մի աշխարհ է, որտեղ հաղթում է նախ ձևը, ապա բովանդակությունը, նախ սրտիկները, հետո հանուն երկրի արված քայլերը։ Անի Հովհաննիսյան, Վարդան Պողոսյան, Լևոն Ոսկանյան, Open Media։
Ոստիկանությունը բացահայտել է հոկտեմբերի 10-ի գիշերը տեղի ունեցած ավազակային հարձակումը Երևանի Քեռու փողոցում գտնվող հյուրանոցում, որտեղ վարձակալությամբ բնակվում են օտարերկրյա քաղաքացիներ, ոստիկանության համազգեստով եւ դիմակներով անձինք էին մուտք գործել, հափշտակել կենվորների բջջային հեռախոսները, փողերը եւ դիմել փախուստի։ Հարակից տարածքի խուզարկությամբ իրապապահները հայտնաբերել են դիմակներ, ձեռնոցներ, 4 բջջային հեռախոս եւ պնևմատիկ ատրճանակ ու ենթադրել, որ վերջին իրերը կորցրել են կտրուկ վայրեջքի հետևանքով։ Պարզվել է, որ ենթադրյալ ավազակախմբի անդամ 9 տղամարդկանցից մեկը մայրաքաղաքի բնակիչ է, մյուսները օտարերկրացիներ։ Խմբից 2-ը ձերբակալվել են նույն օրը, եւս 4-ը հաջորդ օրը Մեղրիի անցակետում։ Շարունակվում են միջոցառումները ավազակային հարձակման մասնակից 2 անձին հայտնաբերելու ուղղությամբ։ 102 տարեկանում կյանքից հեռացել է Շարլ Ազնավուրի քույրը Աիդա Ազնավուր Կարվարենցը։ Նա կհուղարկավորվի ընտանեկան գերեզմանատանը Մոնֆոր Լամորիում իր ընտանիքի անդամների եւ ամուսնու կողքին։ Աիդա Ազնավուրյանը վաղ տարիքից երգել է հայկական երգեր, երաժշտական կրթությունը ստացել հորից։ 9-10 տարեկանում խաղացել է Ֆրանսիայի մանկական թատրոնում, որի հետ շրջագայել է Եվրոպայի մի շարք քաղաքներում։ 1942 թվականին տեղի է ունեցել նրա առաջին համերգը Փարիզի հայության համար։ 1964 թվականին եղբոր Շարլ Ազնավուրի հետ համերգի ծրագրով այցելել է Հայաստան։ Ամուսինը ֆրանսահայ նշանավոր կոմպոզիտոր Ժորժ Տիրան Կարվարենցն էր։ Մեր ֆրանսերեն թողարկման մեկնաբան Հասմիկ Առաքելյանի անդրադարձը դիտենք։ Նրանք մեծացան հայրենիքից հեռու թատրոնների եւ համերգասրահների կուլիսներում, երգերաժշտության ու արվեստի մեջ, բայց հայկական տաղանդով ու շնչով։ Երբեք չմոռացան Հայաստանն ու հայ դատը։ 102 տարեկանում Շարլ Ազնավուրի մահվանից 7 տարի հետո Ֆրանսիայում մահացավ նրա կյանքից ու արվեստից անբաժան քույրը Աիդան։ Նրանք երկուսով որոշել էին միասին տոնել իրենց 100-ամյակը, բայց Շարլը 2018-ին խախտեց պայմանավորվածությունը։ Այդան ընդամենը 1 տարով էր մեծ Շարլից, բայց միշտ նրան ասում էր փոքրիկ աղբարիկս։ Հենց այդպես էլ կոչել էր իր ինքնակենսագրականը, որտեղ պատմել էր քույր ու եղբոր անբացատրելի կապի եւ Ազնավուրների ոդիսականի մասին։ Քույրս մեր տան ամենահզորը երաժիշտն էր, երգում էր, նվագում, երաժշտություն ստեղծում, բայց իր կյանքը նվիրեց ընտանիքին։ Շարլ Ազնավուրն այսպես էր քրոջը մեծարում, որն ամուսնացել էր հայ ազգի կոմպոզիտոր Ժորժ Կարվարենցի հետ։ Ազնավուր Կարվարենց ընտանիքը աշխարհին եւ հատկապես հայերին նվիրել է այնպիսի երգեր, որոնք իսկական երաժշտական ժառանգություն են, քեզ համար Հայաստանից մինչև նրանք ընկանն ու մի հավերժական սերը։ Բայց քչերը գիտեն, որ 2007-ին քույր ու եղբայր կրկին նստել են դաշնամուրի առջև եւ նոր երգ ձոնել դարերի ընթացքում չարիքներին դիմակայող Հայաստանին։ Հատկապես Արցախի բլոկադայի ընթացքում այդ երգը տպավորություն էր թողնում, թե այդ տողերն Ազնավուրները գրել էին հենց այդ օրերին։ Քո սահմանի մոտ թշնամիներդ են վրաններ խփել, ճակատագիրն է քեզ միշտ հարվածել, սակայն դու կրկին ոտքի ես կանգնել, բյուր փորձանքների, շատ ցնցումների միջով ես անցել, չարիքների ես դիմագրավել հազարաբերան, թշվառ, տառապյալ, անուշ Հայաստան։ Քո լեզվից երբեք չես հրաժարվել, քո մշակույթն ես հրաշքով փրկել եւ գերմարտկային ճիգերի գնով խավարին հաղթել։ Քեզ ավերել են, կրկին հառնել ես Փյունիկի նման եւ ամեն անգամ նորից սկսել ու բարգավաճել, իմ քնքուշ, չքնաղ, անուշ Հայաստան։ Այդա Ազնավուրը եղբոր հիշատակը շարունակում էր վառ պահել նույնիսկ զառամյալ տարիքում։ Շանսոնիեի կյանքին նվիրված ֆիլմը ստեղծելիս հեղինակները մանրամասներ էին ճշտել հենց նրանից, եւ ֆիլմի պրեմիերայի օրը Փարիզում 101-ամյա Այդա Ազնավուրը հայտնվեց հանրության առջև, եւ դա եղավ նրա հրապարակային վերջին հայտնությունը։ Օրհնեց ու բարի ընթացք մաղթեց։ Այդա Ազնավուրը կհուղարկավորվի Մոնֆոր Լամորիում գտնվող Ազնավուր Կարվարենց ընտանեկան դամբարանում։ Հասմիկ Առաքելյան, Reopen Media։ Եվ թողարկման վերջում եղանակի մասին հանրապետության տարածքում հոկտեմբերի 23-ից 25-ը սպասվում են կարճատև անձրևներ, 26-ին եւ 27-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-ին կբարձրանա 3-ից 5 աստիճանով։ Այսքան այս ժամի համար հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, շատ բարի երեկո եմ մաղթում ձեզ, կհանդիպենք։